Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Ստեփան Դանելյանը։ Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերության համար։ Պարոն Դանելյան, խոսենք 2-3 օր արդեն Հայաստանում եվրոպական շունչն է թևածում։ Հայաստանում է եվրոպացի առաջնորդների մեծ խումբ, գրեթե բոլորը այստեղ էին, վարչապետ, նախագահ, փոխվարչապետ, փոխնախագահ մակարդակով։ Երեք տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այսօր Երևանյան երկխոսությունն է, Մակրոնն է Հայաստանում, այստեղ էր նաև Թուրքիայի փոխնախագահը, այսօր բանագնացն է թուրք այստեղ։ Մի խոսքով այս մի քանի օրվա համաժողովները, գագաթնաժողովը, քաղաքական հանդիպումները, եթե ամփոփ սկզբից ներկայացնենք, հետո առանձին երկրների ղեկավարներին կասենք, ինչ է սա նշանակում, մինչ այս էլ մենք տեսնում էինք Ռուսաստանի կողմից ոչ միանշանակ դիրքորոշում, դրանից հետո երեք արդեն տարբեր նյութեր, ռեպորտաժներ էին պատրաստում հակահայկական կամ հակաեվրոպական շեշտադրումներով։ Հաշվի առնելով հարց տալու ժամանակ ձեր ժպիտը, կարելի էր արդեն միայն դրանով ավարտել, թե այս գագաթնաժողովը ինչ է նշանակում։ Առաջինը, սա ինչ գագաթնաժողով է, դա կարծում եմ կարևոր է հասկանալը, ուրեմն 22 թվականին, երբ որ ուկրաինական պատերազմը սկսվեց, Ֆրանսիայի նախագահի բանով ստեղծվեց այս եվրոպական համայնքի գագաթնաժողով, այսինքն սա ոչ ֆորմալ գագաթնաժողով է եւ կարծեմ հոկտեմբեր ամսին առաջի այդ հավաքը տեղի ունեցավ։ Դրանից հետո սա արդեն 8-րդ հավաքն է, այսինքն սա ֆորմալ հավաք չի, այստեղ որևէ որոշումներ չեն կայացվում, ուղղակի մտքերի փոխանակություն է լինում եւ ամբողջ իմաստը ստեղծվելու այն էր, որ արագ արձագանքեն այս Ուկրաինայի օգնության առումով, այսինքն Ուկրաինա պայմանավորվեն ինչ են օգնել Ուկրաինան եւ այլն։ Այսինքն այս գագաթնաժողովը եւ ուկրաինական խնդիրը իրար հետ միաձուլված են, փոխկապակցված են։ Եվ պատահական չէր, որ այստեղ հայտնվեց նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Հիմա առաջանում է հարց, ինչի դա տեղի ունեցավ Երևանում։ Առաջինը սա այս գործող իշխանության խնդրանքներ, ես կարծում եմ, ընտրություններից առաջ PR անել, որ ահա տեսեք, մենք գնում ենք դեպի Եվրոպա, ահա Եվրոպան էլ արդեն եկել է Երևան, վաղն էլ մենք կգնանք Եվրոպա։ Ու շատ մարդիկ դրան հավատում են, իրենք ուղղակի այդ վերլուծելու ունակությունը չունեն, իրենք չեն տեսնում այդ Եվրոպա մտնելու արդյունքները Ուկրաինայի համար, Վրաստանի համար, բայց եթե Ուկրաինան Եվրոպայում է գտնվում եւ ունի ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ հարևաններ, նույնիսկ այս պատերազմի ժամանակ ուկրաինական ապրանքները, ասենք Լեհաստանը փակում էր հացահատիկը, արևածաղկի ձեթը, ինչ, որովհետև դա կարող էր հարվածել իրենց ֆերմերների շահերին։ Նույնիսկ նման արյունահեղ պատերազմի հետևանքով, այսինքն պատրաստ են փող տալ միլիարդավոր դոլարներ, բայց պատրաստ չեն այդ ապրանքները ընդունել։ Իսկ Եվրոմիությունը դա տնտեսական կառույց է։ Վրաստանի արդյունքները մենք նույնպես տեսանք, եղավ պատերազմ, ունեցան կորուստներ, տարածքային կորուստներ, եւ հիմա, այսինքն Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը մենք տեսնում ենք, Եվրոմիության վերաբերմունքը։ Հիմա այս առումով խոսել Եվրոպա գնալու մասին, ուղղակի ծիծաղելու է։ Դե կարևորը ասում եմ վիզաները կազատականացվի եւ Հայաստանը, հայ ժողովուրդը ամեն օր շաբաթը մեկ անգամ կգնա Եվրոպա, հետ կգա հանգիստ։ Դե ինչ փողերով կգնան, ինչ որ մարդիկ կան, որոնք Փաշինյանն ասում է Լառնակա, Գյումրի 2 եվրոյով։ Հիմա ուրեմն սա փոխկապակցված էր նաև Ուկրաինայի հետ։ Մյուս կողմից, ասենք այս գործող իշխանությունը PR է անում ընտրություններից առաջ մարդկանց համոզելու, որ ահա տեսեք Եվրոպան արդեն Երևանում է, տեսեք հեսա 40 երկրից ավելի ղեկավարներ, բաներ, կյանքում Հայաստանում նման քանակի ղեկավարներ չեն եղել, եւ նույնիսկ եթե շատ մարդիկ կան, որոնք Արմենիան, Ալբանիայի եւ Ռումինիայի հետ են շփոթում, հիմա արդեն դրանց թիվը կարող է մի քիչ քչանա, այսինքն մեզ նաեւ ճանաչում են։
Մյուս հարցը դնենք, իսկ Եվրոպայի ինչին էր պետք այստեղ կազմակերպել, հա, Մակրոնը հասկացանք, Ֆրանսիան ունի դարավոր հարաբերություններ Հայաստանի հետ սկսած Կիլիկիայի ժամանակաշրջանից, մենք նույնիսկ վերջի թագավորները ֆրանսիացիներ էին, Լուզինյանները, հա, Լուսինյանն են ասում, Լուդովիկ 14-ի ժամանակ, Լուի 14-ի ժամանակ Ֆրանսիան բաներ քրիստոնյաների շահերն էր պաշտպանում, հարաբերություններ ուներ Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի հետ, այսինքն Ֆրանսիան պատմականորեն ուներ հարաբերություն հայ ժողովրդի հետ եւ հիմա նույնպես այդ հարաբերությունները ունի։ Իսկ մյուս երկրները ինչին էր պետք։ Տեսեք, շատ հետաքրքիր էր, որ առաջի անգամ սա այս գագաթնաժողովը եվրոպական համայնքների Եվրոպայից դուրս երկրում է կատարվում եւ մի երկրում, որը ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է, մյուս կողմից առաջի անգամ ոչ եվրոպական երկրի ներկայացուցիչ է գալի, ասենք Կանադայի վարչապետը։ Ուրեմն Կանադայի վարչապետը ինչի է գալի, որովհետև Կանադան Ամերիկայի հետ Միացյալ Նահանգների հետ ունի խնդիրներ եւ ցույց է տալի, ասում է, ահա տեսեք, ես հիմա Եվրոպայի հետ եմ բանանում, հա, այսինքն սա մեսիջ էր Կանադայի կողմից Միացյալ Նահանգներին։ Եվրոպական համայնքը մեսիջ էր ուղարկում նաև Ռուսաստանին, ասում էր, նայե մենք եկել ենք հենց քո տարածքում, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրի տարածքում, այն նման միջոցառում ենք անում, տես։ Այն որը մեսիջներն են բացահայտ իրենք հակառուսական մեսիջներ են տալիս։ Հակառուսական մեսիջներ։ Սա կարծում եմ նաև մեսիջ էր Միացյալ Նահանգներին, որովհետեւ Միացյալ Նահանգները այստեղ թրիփի ճանապարհ եւ այլն, չնայած ճակատագիրը չգիտենք ինչ է լինելու, բայց այստեղ այդ թրիփի ճանապարհն է սարքում, որտեղ ասենք իրենք փորձում են մտնել կենտրոնական Ասիա, որը շատ կարեւոր է հումքերի առումով, հա, միայն Ղազախստանի ուրանը ինչ արժի։ Սա, այսինքն ասում են, նայեք, մենք հիմա եկանք, նաև Միացյալ Նահանգների հետ ենք մրցակցում։ Եվ հիմնական հարցը դրված է նաև այդ ճանապարհները, արևելք, արևմուտք։ Այսինքն Միացյալ Նահանգները ուզում էր վերահսկել այդ ճանապարհը, իսկ այդ ճանապարհը Չինաստանից գնում է Եվրոպա, չէ, Թուրքիայի միջոցով։ Հիմա ասում են, մենք էլ ենք եկել այստեղ։ Այսինքն իրար մեսիջներ էին ուղղում։ Առաջինը Ռուսաստանին մեսիջ, Կանադան Միացյալ Նահանգներին մեսիջ, Եվրոպան Միացյալ Նահանգներին մեսիջեր ուղարկում։ Բոլորը իրան մեսիջներ ուղարկեցին, բան Դանիելյան, բա Հայաստանը ինչ շահեր դրանից։ Ո՞ր է Հայաստանի շահը, մեսիջը։ Եթե Հայաստանի ղեկավարի մասն է խոսքը, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու խնդիր ունի, եւ եթե Հայաստանը հարվածներ ստանա Ռուսաստանից, իսկ մենք տեսնում ենք էներգակիրների խնդիրը նույն Եվրոպայում ինչ վիճակում է, հա, իսկ մենք Ռուսաստանից ենք ստանում։ Հիմա այս Օրմուզի Միջանցքի փակման հետ կապված արդեն աշնանից եւ մյուս տարի բարենային ճգնաժամ է լինելու, չէ, որտեղ պարարտանյութեր եւ այլն այնտեղ բազմաթիվ բաներ կան, նյութեր կան, որոնք ճգնաժամ են առաջացնում։ Այդ բարենային ապրանքը, որ ինչ որ երկրներում սովել կսկսվի, որտեղից են ստանալու։ Հա, Հայաստանը ստանալու է Ռուսաստանից, ուրիշ տարբերակ չկա, բայց այդ մարդու համար եւ այդ խմբի համար կարեւորը իրենց վերարտադրվելու հարցն է։ Հետագայում վերարտադրվելուց հետո ես կարծում եմ իրենք հույս ունեն կամ այս վարչապետը հույս ունի գնա Ռուսաստանի նախագահի մոտ, սպիտակ թուղթ կտա, տակը ստորագրած, կասի դու ունես մնացածը գրի ինչ ես ուզում, ես քեզ կտամ։ Հա, այսինքն խնդիրը լուծելուց հետո արդեն պետքա հակառակ process-ը սկսվի։ Ես սա եմ տեսնում, որովհետև այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են, դրանք բոլորը հուշագիր են մեծ մասը։ Չի հաշված մի քանի պայմանագիր, ասենք բիզնեսմենների, հիմնարկների միջև եւ այլն, բոլորը հուշագիր են։ Կներեք, բայց դուք վստահ եք, որ ընտրություններից հետո Փաշինյանը այդ ուղղությամբ կգնա, այսինքն Ռուսաստանի հետ թեկուզ ձևական հարաբերությունները վերականգնման։ Ոչ միայն ձևական, եւ ինքը նույնպես դա բացահայտ ասես, չէ՞։ Թե հակառակ, օրինակ, կարող է ռազմաբազայի դուրսբերման հարցը դրվի, օրինակ ադրբեջանցիների գործարարների հանդիպում տեղի ունեցավ, ասում են նաև ռուսական շուկայից եթե չեն կարողանա օգտվել, նույն այդ գործարարները խնդիր ունեն, Փաշինյանը փորձում է նրանց հանգստացնել, ասել ադրբեջանական շուկան կօգտագործեք։ Ուզում եմ ասել, գուցե հակառակ նաև բան լինի։ Ադրբեջանում նույն էներգակիրների խնդիր կա եւ այդ գնացքները, որ գալիս են, հիմնականում ռուսական էներգակիրներ են ներկրվում, նաև ռուսական հացահատիկ է ներկրվում, Ադրբեջանի մոտ պաշարների նվազման խնդիր կա, ով որ հետևում է Ադրբեջանի այդ նավթային ընկերությունների գործունեությանը, դեղ գնալով իջնում են պաշարները։
Այսինքն սա ուղղակի ինքը փորձում է համոզել, բայց ես կարծում եմ այնուամենայնիվ իր հիմնական խնդիրը վերընտրվելն է, որից հետո ինքը կգնա Ռուսաստան եւ ինքը ասեց, չէ, ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, ասեցի հունիսի 15-ն է, 17-ն է, չէ, կգամ, կհանդիպենք, այն ժամանակ կխոսանք, այն ժամանակ ասի, գիտես չէ, իմ խնդիրը վերընտրվելն է, նորմալ է, ու այս շոուն սարքում եմ նորմալ է, ընդհանրապես քաղաքականությունը եւ շոուն դա իրար հետ փոխկապակցված են եւ ցավոք սրտի այս վերջի տարիներին աշխարհում արդեն շոումեններ են հիմնականում ասենք քաղաքական գործիչները այդ լրջության մակարդակի իջել է հիմա ես իմ խնդիրը լուծել եմ դու ինձնից ինչ խնդիր ունես ինչ ես ուզում ասա անենք ինչ խնդրեմ կա Միջև գնալը 15 ընտրությունից հետո կա մայիսի 9-ը, ինչ է կարծում հրավեր կլինի Փաշինյանի կամ նա կգնա Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, ներքին ինֆորմացիա չունեմ, ենթադրում եմ, որ հրավեր երևի թե կլինի, կգնա թե չէ, ես արդեն չեմ կարող ասել։ Ո՞նց է քարոզարշավի մեջ է պատճառաբանի, որ քարոզարշավը։ Կարող է պատճառաբանի, որ քարոզարշավ է, կարող է գնա եւ նաեւ փորձի փող հատուցել, հա, այսինքն ինչ որ ձևի կոմպենսացնել այս եվրոպական միության այս ժողովը, համար գագաթնաժողովը, նաեւ մայիսի 9-ին այնտեղ գտնվելու։ Մենք պետք է հասկանանք, որ մի մարդու հետ գործ ունենք, որը որևէ սկզբունքներ չունի, նույնիսկ ոչ միայն սկզբունքներ, էթիկայի եւ էսթետիկայի կանոններ, սկսած արտաքինից, պահվածքից եւ նաեւ իր ամեն ինչով, հա, այս մարդը որևէ սկզբունք չունի։ Ինքը այդ նշած զողերը իջացրել է այնպիսի մակարդակի, որ արդեն դժվար է պատկերացնել դրանից հետո ներքև էլ իշքան կարելի է իջացնել։ Այսինքն այդ մարդը ամեն ինչի ընդունակ է։ Վերադառնալով գագաթնաժողովին, պարոն Դանելյան, այստեղ էր նաև Թուրքիայի փոխնախագահ եւ բանագնաց, ինչպես նշեցի, եւ ստորագրվեց Անիի պատմական կամուրջի վերականգնման հետ կապված հայտարարություն, հուշագիր, տպավորություն է, որ նոր բան է, բայց այս կամուրջի վերականգնումը թվում է թե հայ-թուրքական հարաբերությունների վերջին շրջանի ամենաթեժ քննարկվող հարցն է, որովհետև ինչքան հանդիպում են կամուրջի վերականգնման հարցն է խոսում, դեռևս 2023 թվականից, եթե չեմ սխալվում։ Այս անգամ եւս, այսինքն այս հանդիպման ընթացքում սահմանների հետ կապված ոչինչ չկա, ամեն դեպքում հրապարակային, երրորդ երկրների քաղաքացիների համար նույնպես չկա, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը դարձել է մի կամրջի վերանորոգման հարց։ Թուրքական պաշտոնյաները պաշտոնապես հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Այսինքն Հայաստանի նկատմամբ որևէ քայլ կատարելուց իրենք պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը։ Այսինքն Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Հայաստան-Թուրքիան այնպիսի հարաբերություններ ստեղծվեն, որ Հայաստանը իր ազդեցությունից դուրս գա։ Թուրքական կողմը ես կարծում եմ, եթե այդ հանգամանքը չլներ, իրենք կցանկանային հարաբերություններ ստեղծել, սահմանը բացել եւ այլն, եւ դա տարիներ ի վեր այդ խնդիրը գոյություն ուներ, որովհետեւ Թուրքիան փորձում էր այնուամենայնիվ ինչ որ քայլեր անել դեպի Հայաստանը, Ադրբեջանը թույլ չէր տալի։ Հիմա եթե իրական քայլեր հնարավոր չի անել, ապա մնում է սիմվոլիկ քայլերը, հա, ասենք այդ կամուրջը պատմական կամուրջ է, այսինքն իր վերանորոգելը կամ բացելը նորից դա ինչ որ խորհրդանիշ է նշանակում հայերի համար այդ Անիի հետ կապված խորհրդանիշները կարևոր են եւ սա խորհրդանիշների մակարդակում ինչ որ քայլ է, բայց այդ քայլերը իրականում ոչ մի արդյունք չունեն, որևէ արդյունք չունի նաեւ այդ Եվրոմիության այս երկու գագաթնաժողովները, հա, քաղաքական համայնքի եւ Հայաստան Եվրոմիություն։ Այսինքն, եթե այս գագաթնաժողովները տեղի չունենային, իրականում ոչինչ չէր փոխվում։ Այսինքն քաղաքական կապիտալ Հայաստանը, ոչ թե իշխանությունը չի ստանում սրանով։ Ոչ քաղաքական կապիտալ, ոչ տնտեսական կապիտալ, ոչ կոմունիկացիոն, այն ինչ որ խնդիրներ, ոչ ինչ որ տնտեսության զարգացում, անվտանգության հետ կապված, որտեղ բոլոր պայմանագրերում եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը իրենք շեշտում են, որ
որևէ պարտավորություններ իրենց վրա չեն վերցնում։ Նույն թրիփում չեն դեռ գրված էր, որ Միացյալ Նահանգները որևէ պայմանագիր պարտավորություն չի վերցնում։ Եվ այդ բոլոր փաստաթղթերը ըստ էության հուշագրեր են, այսինքն ցանկությունների մասին ինչ որ թուղթ է, որը ստորագրում են։ Այ կարանք ես եւ դուք հենց հիմա մի հատ թուղթ վերցնենք, ստրատեգիական համագործակցության ռազմավարության թուղթ ստորագրենք, հուշագիր։ Բայց դա որևէ բան չի պարտադրում, ոչինչ, ոնց ձեզ, հա։ Այսինքն սա շոու է, սա թատրոն է։ Այն ինչ որ Երևանում կատարվեց այս 2-3 օրը, դա թատրոն էր, շոու էր։ Այդ շոուում ամեն մի մասնակից իր խնդիրներ լուծում։ Մակրոնը իր հերթին իր խնդիրներ լուծում, որտեղ իր վարկանիշը Ֆրանսիայում շատ ցածր է, Ֆրանսիայում շատերը իրեն կլոուն են համարում, շոումեն են համարում, լուրջ չեն վերաբերվում եւ ինքը նաեւ այս արտաքին իր ակտիվությամբ փորձում է ինչ որ ազդեցություն ձեռք բերել, հա, գոնե արտաքին աշխարհում ինչ որ դերակատարություն է փորձում ստանձնել։ Նաեւ այս գագաթնաժողովները, որ ինքը իր նախաձեռնությամբ կազմակերպեց 22 թվականից, սա նույնպես շոու է, այդ բոլոր հանդիպումները շոու են եղել, ուղղակի այդ գագաթնաժողովի ժամանակ տարբեր երկրների ղեկավարներ իրար հետ հանդիպում են, ինչ-որ բան են պայմանավորվում եւ այլն, որը կարային այլ մի առիթով պայմանավորվեն կամ կարային ուղղակի զանգեին պայմանավորվեն։ Երևի թե ամենաշատ մեսեջներ ուղարկեց իր երկրի համար լավ Ալիևը, որովհետև հեռուստակապով միացավ հայկական հարթակում ներկա եվրոպացի պաշտոնյաներին ու ասաց, որ Եվրախորհրդի հետ կապված ինքը խնդիր ունի, սպառնաց, ասեց մենք դուրս կգանք համապատասխան հանձնաժողովներից եւ ասաց, որ այնտեղ երկակի ստանդարտներ կան Ադրբեջանի հետ կապված եւ իրենց հետ 10-ից ավել ինչ որ բանաձևեր են ընդունվել Ադրբեջանի դեմ կապված Հայաստանի հետ ու նաեւ այդ Եվրախորհրդին լավ քննադատելուց հետո անցավ Արցախին, Արցախահայերին անջատողական համարեց, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին պատերազմի հանցագործներ ու այդ ամեն ինչից հետո Հայաստանի ղեկավարը, Հայաստանի պաշտոնյաները որևէ խոսք չասեցին, փոխարենը Եվրախորհրդի պատիվը փորձեց բարձր պահել նրանց նախագահան, ասաց մենք ըստ մեր գործելավոճը չի փոխվել։ Ինչ էր Ալիևի խոսքը, այսինքն այս մեսեջը ինչպես պետք է ընկալել, որովհետև ինչու օրինակ որևէ բառ չասվեց, լավ Արցախը մոռանում ենք, չկա Արցախ, Արցախի գուցե պետք է հիշեցնել, որ Արցախում մշակութային ցեղասպանություն է տեղ ունենում։ Ինչու որևէ խոսք Հայաստանի ղեկավարը Փաշինյանը չասեց։ Հենց սա այն էր, ինչը պետք էր Ալիևին։ Եվրոպական միությունը ինչ որ բանաձևեր է ընդունում Արցախի եւ հայերի հետ կապված, արցախցիների, նաեւ մշակութային ժառանգության հետ կապված։ Մի մաս ուղղակի մարդիկ կան, որ ինչ որ արժեքներով են ապրում եւ դրա համար ներկայացնում են այդ բանաձևերը։ Մարդիկ կան կամ քաղաքական գործիչներ, որոնք դրա միջոցով փորձում են ազդել Ադրբեջանի վրա ինչ որ բաներ ստանալու համար, ճնշումներ գործադրելու համար։ Դրա լավագույն օրինակը 15 թվականի ցեղասպանությունն է, որ երկիրը ինչ որ խնդիր է ունենում Թուրքիայի հետ, ցեղասպանության հարցը բարձրացնում էր եւ նաեւ Իսրայելի վարչապետը Նեթանյահուն եւ մյուսները հայերի ցեղասպանության հարցը սկսեցին բարձրացնել, չէ, եւ այսինքն երբ որ հարցը լուծվում է Թուրքիայի հետ, այդ հարցի մասին մոռանում են։ Սա նույնպես գործիք է Ադրբեջանի վրա ազդելու համար։ Ինչ արեց Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող այդ խորհրդանշական հանդիպման ժամանակ, ինքը ասեց այն ինչ որ պետք է ասեր, եւ Հայաստանի ղեկավարը լռեց։ Այսինքն եթե Հայաստանի ղեկավարը լռում է, ձեր ինչ գործն է, որ դուք մտնում եք մեր հարաբերությունների մեջ, Հայաստանը խնդիր չի։ Ենթատեքստը դա էր։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը լավագույնս հայտնել է, կարծեմ ես սոց նախարարը Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանն է, հա, դրա որը ասեց իրենց տարածքն ինչ կուզեն մեններ կանեն։ Սա քաղաքացիական պայմանագրի եւ այս գործող վարչապետի պաշտոնական դիրքորոշումներ։ Մեր պահանջները, որ որևէ ձև արձագանքեն մեր խնդիրներին Արցախի հետ կապված, նույն մշակութային էլ եմ ասում, ժառանգություն, եկեղեցիներ են ավելում, Մայր տաճարը, Ստեփանակերտի։ Եվրոպացիները կարող են որևէ բան չասել, որովհետեւ Հայաստանն է այդպես ուզում, այսինքն եթե Հայաստանի ղեկավարը այդ դիրքորոշումն ունի
իրենք ունեն լիարժեք իրավունք որևէ ձևով չանդրադառնալ։ Ուրեմն կան արցախցիներ, որոնք ունեն իրենց իրավունքը։ Եվ Հայաստանի ղեկավարը չի կարող խոսել արցախցիների իրավունքներից, հրաժարվել, որտեղ դեռևս 90-ական թվականներից այն բանաձևն են ընտրել, որ Արցախը նկատմամբ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի, Արցախը իր անվտանգությունից ելնելով ինքնորոշման իրավունքն է փորձում լուծել, այսինքն Արցախի տերը արցախցիներն են։ Երկրորդը մշակութային ժառանգության եւ բանի հետ կապված, առաջի ինստիտուտը, որը կարող է դրա մասին խոսել, առավել եւս հիմնական ժառանգությունը եկեղեցիներն են, դա հայ առաքելական եկեղեցին է։ Այսինքն հարվածում են եւ հայ առաքելական եկեղեցին եւ ցույց չեն տալի կամ անդադ խանգարում են, որպեսզի արցախցիների թեկուզ համայնքի առումով ինչ որ կառույց գոյություն ունենա, որը արցախցիների իրավունքը պաշտպանի։ Եվ տեսեք երկու կարևորագույն բան տեղի ունեցավ այս գագաթնաժողովի ժամանակ։ Ուրեմն ընդամենը երկու ղեկավար այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, մյուսները չայցելեցին, այն երկուսն էլ իրենց նախաձեռնությամբ գնացին։ Հունաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները։ Ֆրանսիայինը հաջորդ օրը գնաց։ Հունաստանի եւ այլ ինչ որ երկիր կար, մոռացա, երկու երկիր, Կանադան, չէ՞ կարծեմ։ Արտգործնախարարը։ Հա, Կանադայի արտգործնախարարը։ Եվ սա այն առօրակարգներ, որը մինչև այս 18 թվականը բոլոր ղեկավարների համար ըստ էության դա վերաբերմունք էր նաև Հայաստանի Հանրապետությանի, թե գալիս է ցեղասպանության հուշալիր չես գնում։ Եթե որևէ մեկը չէր գնում, դա ինչ-որ առումով սկանդալ էր եւ վերաբերմունք էր։ Այդ հարցը հանեցին եւ երկրորդը բոլոր ղեկավարները իրենց այցերի ժամանակ այցելում են Էշմիածին կաթողիկոսի մոտ, չէ՞։ Դա նույնպես հանվեց, ոչ ոք կաթողիկոսի մոտ չգնաց, ես կարծում եմ շատերը պատրաստ կլինեին գնալ կաթողիկոսի հետ հանդիպել, ուրեմն դա կլիներ վերաբերմունք այս գործող վարչապետին, հասկանում են, որ դա իր հանդեպ հարված կլինի, որտեղ ինքը ունի համապատասխան հարաբերությունները եւ եկեղեցու դեմ քաղաքականություն է վարում։ Այսինքն այդ երկու կառույցները արցախցիների իրավունքը պաշտպանող կառույցը եւ եկեղեցին այն հիմնական կառույցներն են, որոնք կարող են այդ իրավունքները հետամուտ լինել այդ իրավունքներին։ Այդ երկու կառույցների նկատմամբ գործող իշխանությունը իր հայտնի քաղաքականությունն է վարում։ Դա նշանակում է, որ եվրոպացիները աջակցություն են հայտնում Փաշինյանին, այսինքն եթե չեն այցելում Ես կարծում եմ, եթե իրենք հյուր են գալիս են Հայաստան եւ իրենք ում հյուրն են, Հայաստանի իշխանությունների հյուրն են, որովհետեւ Հայաստանի պաշտոնական տեսակետները արտահայտում է իշխանությունը։ Եթե իշխանությունը քաղաքականություն է վարում արցախցիների հանդեպ եւ քաղաքականություն է վարում եկեղեցու դեմ, ապա եթե իրենք գալիս են, դա ինչ որ առումով խառնվում են ներքաղաքական գործերին եւ դա ժեստ է իշխող իշխանության դեմ։ Բնականաբար նրանք աշխատում են դա չանել։ Այն, որ երկու պաշտոնյաներ այցելեցին Ծիծեռնակաբերդ, դա ինչ որ ձևի, ես կարծում եմ, այս գործող իշխանության կողմից շատ բացասական է դիտարկվել։ Իսկ Ֆրանսիայի նախագահը հաշվի առնելով Ֆրանսիայում մոտ 5 միլիոն հայերը, որոնց համար ցեղասպանության հիշատակը շատ կարևոր է, ուղղակի Ֆրանսիայի նախագահը չէր կարող չայցելել, որտեղ դա նոնսենս կլիներ։ Դրա համար, ասենք, Ֆրանսիայի նախագահը այցելեց եւ օրինակ վարչապետը իր հետ չգնաց։ Եվ գլոբալ առումով, արդյոք այս ամենը, այս եվրոպացի պաշտոնյաների այցելույց գագաթնաժողովները ընտրական շրջանում աջակցություն է Փաշինյանին։ Կարող է դա հասարակության տեսանկյունից ընկալվել, որ Փաշինյանը ունի եվրոպացի պաշտոնյաների աջակցությունը եւ ինչ որ մեծ, այսպես բոնուս տալ գործող վարչապետին դա ընտրություններում։ Իհարկե հանրության մեջ կա մի հատված եւ հիմնականում կրթական ցածր ցենզ ունի, ոչ բոլորը, բայց հիմնականում ցածր ցենզ ունեցող մի հատված կա, որոնք ունեն խնդիր իրավիճակը
վերլուծելու եւ իրենց համար այդ պատկերները, հա, տեսեք 40 քանի երկրի ղեկավարներ եկել են Հայաստան, սա աշխարհը հետևում է Երևանի իրադարձություններին, դա կարող է բերել, որ ասենք եվրոպական աջակցություն կլինի մեզ, տուրիստներ կգան, իրենք կգնան ինչ-որ երկրներ եւ այլն, եւ մենք կհայտնվենք Եվրոպայում, հա, որտեղ այդ պատրանքի մեջ շատերն են գտնվում։ Այդ առումով իհարկե այդ մարդկանց վրա դա կարող է ազդեցություն ունենալ, բայց ես վստահ եմ կրթական եւ վերլուծական ցենզ ունեցող մարդիկ այդ պատրանքին չեն տարվի։ Եվ նաեւ հասկանանք այս ամեն ինչից հետո ինչ հետևանքներ գուցե կամ ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, ինչ կարող է անել Ռուսաստանը հաշվի առնելով այս ամենը։ Առաջի հերթին գործող իշխանության հետ հարաբերությունները բավականին սառն են։ Դրանք ավելի կսառեն, բայց ես կարծում եմ, եթե ընտրություններից առաջ որևէ ինչ-որ քայլ չանեն, ինչ-որ քաղաքական ուժերի արգելեն ընտրություններին մասնակցել եւ այլն, եթե դա անեն, ապա ես կարծում եմ տնտեսական հետևանքները կլինեն շատ լուրջ եւ շատ ծանր։ Եթե դա չանեն եւ ինչ-որ կարմիր գծեր պահեն, մենք նրա խոսում ենք, չէ՞, սցենարի մասի, որ ընտրություններից հետո ինքը կգնա եւ արդեն ինքը կառաջարկի, հա, Ռուսաստանին ինչ են ցանկանում անել, այդ կարմիր գծերը պահվեն, այսինքն հապկից դուրս գալ, ռուսական բազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ այլն, այդ քայլերը եթե չարվեն, ես կարծում եմ ինչ-որ սառը հարաբերություններ, բայց որոշակի կանոնների մեջ կմնա, բայց այնուամենայնիվ ինչ-որ քայլեր Ռուսաստանի կողմից կարվեն։ Միջև ընտրությունները թե դրանից ընտրություններից հետո էլ Այսինքն ինչ-որ հարաբերությունները բավականին սառը կլինեն եւ դա փոխկապակցված է նաեւ ուկրաինական պատերազմի հետ։ Մինչեւ պատերազմի ավարտը ես կարծում եմ Ռուսաստանը հակված չի շատ կտրուկ քայլեր անել։ Պատերազմի ավարտից հետո արդեն եւ Եվրոպայում եւ տարածաշրջանում ես կարծում եմ նոր իրավիճակ կստեղծվի, որտեղ եթե որևէ փաստաթուղթ ստորագրեն ուկրաինական պատերազմի հետ կապված, իհարկե դա այնտեղ կլինեն ինչ-որ սկզբունքներ, ինչ-որ պայմաններ, որոնք գոնե ինչ-որ հիմք կհանդիսանան Եվրոպայի անվտանգության, մեր տարածաշրջանի անվտանգության ինչ-որ մի ճարտարապետության սկզբի համար, հա, այսինքն ինչ-որ պարզ կլինի ապագա հարաբերությունները ինչպես կլինեն։ Մինչև այդ ես կարծում եմ Ռուսաստանը հակված չի լինի ինչ-որ կտրուկ քայլեր անել, եթե գործող իշխանությունը ինչ-որ քայլեր չանի, որը հարցականի տակ դնի, շատ կոպիտ քայլեր չանի, որոնք ուղղակիորեն ակնհայտորեն հարցական տնեն ընդհանրապես ընտրությունների արդյունքները եւ նաեւ հանրության համար դա շատ կարեւոր կլինի, որովհետեւ այս գործող իշխանությունը ինչ են ասում։ Իրենք ասում են, ահա տեսեք, մենք լեգիտիմ իշխանություն ենք, ընտրությունների հանդեպ երբեք կասկած չի եղել եւ 18 թվականին եւ 21 թվականին ժողովուրդը մեզ ձայն է տվել, մենք էլ անում ենք ինչ որ ցանկանում ենք, բայց եթե այդ վերջի բանը որ դուրս գա իրենց դիսկուրսի մեջ, որ մենք ժողովրդի իշխանությունն ենք, հանրությունը նույնպես կասկածի տակ դնի, որ ինքը վախեցավ արդար ընտրությունների գնալ, չնայած մինչև հիմա արդեն այն քայլերը, որ անում են, արդեն իսկ արդար չի, եւ երկրորդ պահը տնտեսական պահը, որովհետեւ իրենք այս իրականում ընտրակաշառքներ բաժանելով այդ թոշակների բարձրացումը, այդ բժշկական ապահովագրությունը, այդ անտոկոս վարկերը գյուղատնտեսությանը եւ այլն, որը նորմալ է, մենք դրան դեմ չենք, բայց դրանք բյուջեում այդ գումարները չկան, այսինքն բյուջեի եւ տնտեսական ճգնաժամը արդեն ընտրություններից հետո կսկսվի, որը մարդկանց համար նույնպես այս ոչ լեգիտիմ ընտրությունները, եթե այդ քայլերին այնուամենայնիվ գնան, դա ցույց կտա, որ այս իշխանությունը նույնիսկ նման եղանակով, խախտումներով եւ բանով ընտրություններին չակերտներով հաղթելով ինքը երկար ժամանակ չի կարողանալու մնալ իշխանությանը։ Այսինքն եթե նույնիսկ կընտրվեն, ամեն դեպքում հետընտրական զարգացումների ականատես կլինեն։ Որտեւ արդար ընտրություններով իրենք ընտրվել չեն կարող, որովհետև կան բազմաթիվ
սոցիոլոգիական հետազոտություններ եւ ոչ միայն սոցիոլոգիական, կան որակական եւ քանակական հարցումներ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող, որոնց մի մասը հրապարակային է, մի մասը հրապարակային չի, ուրեմն արդար եղանակով իրենք վերարտադրվելու որևէ շանս չունեն, իրենց մնում է ոչ արդար եղանակները։ Հիմա ոչ արդար եղանակները անում են, այդ ընտրակաշառքներ, ճյուղերում տուն առ տուն մտնում են, ինչ-որ պայմանավորվածություն են փորձում մարդկանց հետ ձեռք բերել, դա դեռ մի կողմ, բայց ավելի կոպիտ քայլեր եթե իրենք անեն, ապա դա կազդի եւ մյուս երկրների վերաբերմունքը Հայաստանի վրա, անգամ եվրոպական երկրների, անգամ, որոնք նաև շահագրգռված կլինեն, որ սա վերարտադրվի, բայց համենայն դեպս ինչ-որ սահմաններ կա, որոնք անցնել չի կարելի։ Եվ հանրության համար իրենք կլինեն անընդունելի ոչ լիգիտիմ, եւ նաև տնտեսական խնդիրներ կառաջանան, ինչի մասին խոսեցինք, որովհետեւ բյուջեն դատարկում են ընտրակաշառքներ ըստ էության բաժանելով։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։